Հունգարիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին սենսացիոն արդյունքներով, վերջ դնելով վարչապետ Վիկտոր Օրբանի եւ նրա Ֆիդես կուսակցության 16-ամյա անընդմեջ կառավարմանը։ Համակարգը, որը միջազգային հանրությունը հաճախ բնորոշում էր որպես ընտրողական ավտոկրատիա, պարտություն կրեց ընդդիմության առաջնորդ 45-ամյա Պետեր Մագյարի հետ մրցակցությունում։ Քաղաքական նոր ուժը ստացել է խորհրդարանի 138 մանդատ 199-ից, ձևավորելով սահմանադրական մեծամասնություն։ Վիկտոր Օրբանի Ֆիդեսը ստացել է ընդամենը 55 մանդատ։ Այս ընտրություններն աչքի ընկան քաղաքացիների աննախադեպ ակտիվությամբ։ Ընտրողների մասնակցությունը կազմել է ռեկորդային՝ մոտ 79%։ Մենք դա արեցինք, միասին մենք տապալեցինք հունգարական վարչակարգը։ Մեր երկիրը ցանկանում է ապրել եւ լինել եվրոպական երկիր, հայտարարել է Պետեր Մագյարը։ Վիկտոր Օրբանը վայելում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը։ Օրբանը հեռախոսով շնորհավորել է Մագյարին։ Նա ընտրությունների արդյունքներն անվանել է ցավոտ, բայց հստակ։ Մագյարի հաղթանակը նշանակում է Հունգարիայի արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձ։ Նոր առաջնորդը վստահեցրել է, որ Հունգարիան կրկին կդառնա ուժեղ եւ հուսալի դաշնակից Եվրամիությունում եւ ՆԱՏՕ-ում։ Մագյարին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Լեհաստանի վարչապետը, նշելով, որ նա ավելի ուրախ է։ Օրբանի հեռացումը զգալի նշանակություն ունի նաեւ Հայաստանի համար։ Վիկտոր Օրբանը հայտնի էր Ալիևի եւ Պուտինի հետ իր մտերիմ հարաբերություններով։ Հենց նրա անձնական որոշմամբ եւ Ադրբեջանի հետ գործարքի արդյունքում ժամանակին ազատ է արձակվել ոճրագործ Ռամի Սաֆարովը։ Բացի այդ, Օրբանի կառավարությունը պարբերաբար խոչընդոտել է Հայաստանին տրամադրվող աջակցությունը։ Մասնավորապես Հունգարիան դանդաղեցնում էր խաղաղության հիմնադրամից Հայաստանին հատկացվող ռազմական օգնության շուրջ 10 եւ 20 միլիոն եվրոյի չափով գործընթացը։ Փորձագետները նշել են, որ հենց Օրբանի դիրքորոշումն էր հաճախ արգելակում նաև Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները։ Very good things are happening with regard to the Strait, Hormuz. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի ռազմածովային շրջափակման մասին, փորձելով փոխել ուժերի հավասարակշռությունն տարածաշրջանում։ ԱՄՆ-ն կարգելափակի մուտքն ու ելքը Իրանի նավահանգիստներ մտնող եւ դուրս եկող նավերի համար, հայտարարել է Թրամփը։ Ըստ նախագահի իրեն այլևս չի հետաքրքրում Իրանը կվերադառնա բանակցությունների սեղան, թե ոչ։ Իրանը շատ վատ վիճակում է, կարծում եմ նրանք հուսահատված են, նշել է Թրամփը, շեշտելով, որ բանակցությունների չկայանալն իրեն նույնիսկ ձեռնտու է։ Այնուամենայնիվ, վերլուծաբանները նախազգուշացրել են, որ նեղուցի շրջափակումը կարող է հակառակ ազդեցություն ունենալ։ Էներգակիրների համաշխարհային գների հնարավոր աճը կարող է վնասել հենց ԱՄՆ տնտեսությանը, իսկ մշտական ռազմական ներկայությունը մեծացնում է լայնածավալ պատերազմի վտանգը։ Թրամփի քննադատության թիրախում է հայտնվել նաև Ռոմի Պապ Լևոն 14-րդը։ ԱՄՆ նախագահը Պոնտիֆիկոսին անվանել է թույլ եւ վնասակար արտաքին քաղաքականության համար։ Նա մեղադրել է Պապին Իրանի նկատմամբ մեղմ դիրքորոշման եւ ձախական հայացքների համար։ Թրամփը հայտարարել է, որ Լևոն 14-րդն իր պաշտոնին է հայտնվել միայն այն պատճառով, որ ինքն է Սպիտակ տանը։ Նա կոչ է արել Պապին իրեն հավաքել եւ զբաղվել հոգեվոր առաքելությամբ, դադարելով հաջողանալ ռադիկալ ձախերին։ ԱՄՆ նախագահն իր True Social սոցիալական ցանցում նաև լուսանկար է հրապարակել, որտեղ նա ներկայացված է բժշկողի կերպարով։ Այն հիշեցնում է Հիսուս Քրիստոսի կերպարը։ Պաշտոնական Թեհրանը խիստ է արձագանքել Թրամփի հայտարարություններին։ Իրանի մարդու իրավունքների շտաբը ԱՄՆ նախագահի աջակցությունը ցուցարարներին որակել է որպես ինքնիշխանության կոպիտ խախտում եւ մարդկության դեմ հանցագործություն, սպառնալով հարցը բարձրացնել միջազգային իրավական հարթակներում։ Այս լարված քաղաքական ֆոնին Իրանում շարունակվում են հումանիտար աշխատանքները վերջին աղետից հետո։ Իրանի Կարմիր մահիկի տվյալով իրականացվել է ավելի քան 1700 փրկարարական գործողություն։ Միայն Թեհրանում փլատակներից հաջողվել է փրկել 960 մարդու կյանք։ Дмитрий Сергеевич, есть ли шанс, что Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտում է հասնել կայուն խաղաղության ուկրաինական հակամարտությունում։ Ըստ Պեսկովի, խաղաղության հաստատումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ապահովվեն Ռուսաստանի շահերը եւ իրագործվեն ի սկզբանե սահմանված նպատակները։ Նա ընդգծել է, որ գործընթացը կարող է ավարտվել նույնիսկ այսօր, եթե նախագահ Զելենսկին ընդունի անհրաժեշտ որոշումները, ինչից հետո իրավիճակը կվերադառնա խաղաղ հուն։ Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է, որ Ռուսաստանը կշարունակի հատուկ ռազմական գործողությունը այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի իշխանությունների կողմից այդ քայլերը չեն ձեռնարկվել։ Պեսկովի խոսքով բանակցային գործընթացը այժմ
դադարեցված է, ինչը նա պայմանավորել է նաև ամերիկյան կողմի զբաղվածությամբ։ Այսպիսով Մոսկվան վերահաստատում է իր դիրքորոշումը հակամարտության կարգավորումը կապելով բացառապես իր առաջադրած պայմանների կատարման հետ։ תושבי הצפון היקרים, אני גאה בכם. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության միջև հերահար լեզվակռիվն ու փոխադարձ մեղադրանքները նոր թափ են ստացել։ Իսրայելի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ իր ղեկավարությամբ երկիրը կշարունակի պայքարը Իրանի ահաբեկչական վարչակարգի եւ նրա դաշնակիցների դեմ՝ ի հակադրություն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, որին Նեթանյահուն մեղադրել է ահաբեկիչներին հովանավորելու եւ սեփական քուրդ քաղաքացիների զանգվածային սպանություններ կազմակերպելու մեջ։ Ի պատասխան այս քննադատությանը Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել կոշտ հայտարարությամբ Նեթանյահուին անվանելով մեր ժամանակների Հիտլեր եւ հիշեցնելով միջազգային քրեական դատարանի նրան ձերբակալելու օրդերը պատերազմական եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեղադրանքով։ Bölgedeki hiçbir kurala, kaideye, başka ülkelerin... Թուրքական կողմը պնդում է, որ Իսրայելի վարչապետի նպատակը խաղաղության բանակցությունները ձախողելն ու տարածաշրջանում ծավալապաշտական քաղաքականություն վարելն է, որպիսի խուսափի սեփական երկրում հնարավոր դատավարությունից եւ բանտարկությունից։ Պաշտոնական Անկարան ընդգծել է, որ իսրայելցի պաշտոնյաների լկտի եւ կեղծ մեղադրանքները հետևանք են այն անհանգստության, որը առաջացնում է Թուրքիայի կողմից բարձրաձայնվող ճշմարտությունը եւ հավաստիացրել է, որ կշարունակի ջանքեր գործադրել Նեթանյահուին պատասխանատվության ենթարկելու համար։ 170 ավտոբուսների մրցույթ նոր հայտարարենք։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տրանսպորտի վարչությանը հանձնարարել է նախապատրաստել 170 նոր ավտոբուսի ձեռքբերման մրցույթ։ Այս քայլն ուղղված է մայրաքաղաքի տրանսպորտային համակարգից հիգեր մագնիշի ավտոբուսների եւ բոլոր գազելների վերջնական հեռացմանը։ Նոր գնուն իրականացվելու է պայմանով։ Քաղաքապետի խոսքով մրցույթը կհայտարարվի առանց նախնական հաստատված բյուջեի եւ վերջնական որոշումը կկայացվի ելնելով տրանսպորտային վճարների հավաքագրման դինամիկայից։ Մենք տեսնում ենք, որ կա ահռելի պոտենցիալ վճարումները եւ կարգ ու կանոնը ճիշտ տրամաբանությամբ բերելու այս ֆինանսական միջոցները գեներացնել եւ այս տարի եւս մեծ խմբականակ ավտոբուսներ ձեռք բերել։ Տիգրան Ավինյանը նաեւ դիմել է մայրաքաղաքի բնակիչներին խնդրելով աջակցել եւ ըմբռնումով մոտենալ վարորդների աշխատանքին, հատկապես երբ նրանք երթևեկությունը դադարեցնում են վճարումների կարգապահությունը ստուգելու նպատակով։ Ձեր աջակցության կարիքը նույնպես ունենք, խնդրում եմ աջակցել վարորդներին այն պահին, երբ որ նրանք դադարեցրել են երթևեկությունը, վարորդը ձեր թշնամին չի, վարորդը իր աշխատանքն է կատարում, վարորդը անում է ամեն ինչ, որպեսզի մենք կարողանանք գնել նոր ավտոբուսներ։ Հայաստանի կառավարության որոշմամբ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների պատճառով չեղարկված շվերտների հետևանքով նոր ավիատոմսեր գնաց քաղաքացիներին կտրամադրվի մինչև 250,000 դրամ փոխհատուցում։ Այս կարգը վերաբերում է 2026 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում կատարված ծախսերի վրա, այդ թվում ԱՄԷ-ում, Կատարում, Քուվեյթում եւ Իսրայելում սովորող այն ուսանողների համար, ովքեր անվտանգային իրավիճակով պայմանավորված վերադարձել են Հայաստան։ Հայտերը պետք է ներկայացվեն մեկ մեկ հայտ սկզբունքով, ընդ որում փոխհատուցումը կարող է տրվել հիմնական հայտատուի եւ նրա հետ ճամփորդած ընտանիքի անդամների համար։ Գումարները պետք է նշել մեր դրամով, կիրառելով գործարքի օրվա համար կենտրոնական բանկից սահմանած փոխարժեքը։ Ներկայացված տեղեկատվության իսկությունը ստուգվելու է սահմանային էլեկտրոնային համակարգի եւ ավիաընկերություններին ուղղված հարցումների միջոցով, իսկ հաստատված գումարը կփոխանցվի քաղաքացու անունով գործող ցանկացած տեղական դրամային բանկային հաշվեհամարի։